Այս պահին սահմանադրության նախաբանի փոփոխման հարց չի քննարկվում։ Լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։ Նա նշել է, քանի որ նոր սահմանադրություն է գրվելու, այնտեղ չպետք է լինեն այնպիսի դրույթներ, որոնք կարող են արմատական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության, որպես պետության գոյության առումով եւ իրավաքաղաքական լուրջ ցնցումների հանգեցնեն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին, թե Հայաստանի գործող սահմանադրությունը խանգարում է խաղաղության պայմանագրին, Դադունցը նշել է. հարգում է Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն ու ավելացնելու բան այս առումով չունի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրավական կողմի հետ քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանն Իրանի միջոցով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքի հետ։ Նա ասել է, թե Հայաստանը փակում է Ադրբեջանի մուտքը Նախիջևան, այդ պատճառով շրջանցիկ ճանապարհ է կառուցվում, իսկ Հայաստանը կշարունակի մնալ փակուղում, հայտարարել է Ալիևը։ Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Նշվում է, որ դրանց նպատակն է ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, բարձրացնել նրանց մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը։ Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելու է, թե ոչ։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն այս հարցին պատասխանել չի ցանկանում։ Ասում է, մանդատները վերցնելուց հետո պաշտոնական հայտարարություն կանեն եւ իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Մինչեւ ապրիլի 14-ը ժամանակ կա եւ Արուշանյանը չի բացառում, որ կարող են ինքնաբացարկներ լինել։ Նա նաեւ հայտարարում է, ՔՊ-ն իրեն Գյումրիում պարտված չի համարում, քանի որ 17,000 ընտրողի ձայն է ստացել եւ ամենաշատ մանդատներն ունի Ավագանիում։ Օտարերկրյա ֆիլմ արտադրողները Հայաստանում ֆիլմ արտադրության նպատակով ներդրված գումարների մինչև 35%-ը հետ ստանալու հնարավորություն կունենան։ Կառավարությունը հավանության է արժանացրել համապատասխան որոշման նախագիծը։ ԿԳՄՍ նախարարի խոսքով այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը, ոլորտում ակտիվացնել տնտեսական գործունեությունը։ Նշվում է, որ ոլորտում առկա է հետաքրքրություն, արդեն կան կնքված հուշագրեր այնպիսի հարթակի հետ, ինչպիսին է Netflix-ը։ Ստամբուլում մեկնարկել են ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում։ Ռուսաստանը ներկայացնում է ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Սոնատա Քոլթերը։ Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի էին ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում եւ տևել էին ավելի քան 6 ժամ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս հանդիպման օրակարգում Ուկրաինայի հարց չի լինելու։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս հանդիպման օրակարգում Ուկրաինայի հարցը չի լինելու։ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն այսօր վաղ առավոտյան Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Մոսկվան ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Քսենիա Կարելինյային, որը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, ուկրաինացիներին օգնող բարեգործական կազմակերպությանը գումար նվիրաբերելու համար։ ԱՄՆ-ն իր հերթին ազատ է արձակել Գերմանիայի եւ Ռուսաստանի քաղաքացի Արթուր Պետրովին, որը 2023 թվականին ձերբակալվել էր Կիպրոսում Միացյալ Նահանգների խնդրանքով միկրոէլեկտրոնիկայի ենթադրյալ արտահանման համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել որ փոխանակում է տեղի ունեցել։